Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյան Հովան նավանքի մեջ մատուցվող Սուրբ Պատարագին մասնակցած է Տիկնոջ Աննա Հակոբյանին հետ։ Այս մասին վարչապետը հայտնեց թիմադեդրի իր էջին։ 2026 թվականի հերթական ընտրություններուն քաղաքացիական պայմանագիր գուսակցության ընդրական ցուցակի հաստատման առաջին փուլի քվեարկության ցայներու հաշվարկը ավարտած են։ Առաջին փուլի քվեարկության արդյունքներով 50 առավելակույն ցայն ստացած տեխնազուները իրավունք կստանան մասնակցելու երկրորդ փուլի քվեարկության։ Ներկայացնենք առաջին 5 տեղերը զբաղեցուցած անձերու անունները։ Ցուցակը գլխավորե Նիկոլ Փաշինյան, գահաճորթե Սուրեն Բաբիկյան, երրորդ տեղը Գևորգ Բաբոյան, չորրորդ տեղը Արարատ Միրզոյան, հաջորդի Վահագն Ալեքսանյան։ Արդարադատության նախարար Սրբույի Գալյանի գլխավորությամբ տեղի ունեցավ սահմանադրական բարեփոխումներու խորհրդի հերթական նիստը, այս մասին հաղորդակցություն տարածեց Հայաստանի արդարադատության նախարարությունը։ Նիստի ընթացքին խորհուրդը քննարկած է աշխատանքի ընտրության ազատության եւ աշխատանքային իրավունքներուն վերաբերող հարցեր, արդագարգ թրության սահմանման եւ ընտրական իրավունքի իրականացման կառուցակարգերուն վերաբերող թրույթներ։ Հաջորդիվ նույնպես խորհուրդը պիտի շարունակի քննարկումներ նշյալ թեմաներու շուրջ։ Ավելի գանուխ Հայաստանի արդարադատության նախարար Սրբույի Գալյանը հայտարարած էր, որ սահմանադրության նոր դարբերակը պիտի հրապարակվի 2026 թվականի մարտ ամսում։ Վերլուծական համայնքը աննախադեպ պատմական եւ քեր արդյունավետ կհամարե Միացյալ Նահանգներու փոխնախագահային այցելությունը Հայաստան։ Խաղաղության դեպականության երաշխիքի ամրապնդում Հայաստանի պաշտպանական կարողություններու էական ավելացում, ներդրումներու հոսքի իրադեսական ակնկալիք, տնտեսական զարգացման հնարավորություն, J.D. Vance Հայաստանեն մեկնած է Բաքու։ Մասնագիտական գնահատմամբ, սակայն նույնիսկ համեմատության մեջ հայ-ամերիկյան գործակցությունը քայլ առաջ է ադրբեջան-ամերիկյանեն։ Nvidia ընկերության արտադրած քեր հզոր չիպերու Հայաստան արտահանման թույլտվությունը արդեն իսկ վկայ է աշխարհի ամենեն հզոր քերդերության մեր երկրի նկատմամբ ունեցած վստահության մասին։ Ցեզի հետ Անի Զեյթունցյանը։